Այսօր ես ձեզ կպատմեմ, ինչպես արհեստական բանականությունն ու ես դարձանք լավագույն ընկերներ։ Պատկերացրեք, նստած եմ տանը, դասերս եմ անում, ու մերոնք անընդհատ խոսում են, թե վայ, ես արհեստական բանականությունը եկավ, բոլորին կփոխարինի, աշխարհի վերջն է։ Ես էլ մտածում եմ, եթե չես ուզում քո տեղը ռոբոտն աշխատի, պետք է դու սովորես այդ ռոբոտին ստեղծել, որ քեզ համար աշխատի։ Լոգիկա։ Ու հենց այս լոգիկայով առաջնորդվելով մի քանի խելացի մարդիկ ու լուրջ կազմակերպություններ դեռ 2019-ին հավաքվել ու որոշել են, որ մեզ դպրոցականներիս պետք է սովորեցնեն արհեստական բանականության լեզուն։ Անունն էլ են ճիշտ ընտրել՝ Step AI։ Սկզբից մտածում էի, թե շարժման հետ կապ ունի, բայց չէ, լրիվ ուրիշ բան է։ Science, Technology, Education, Program։ Իսկ վերջում էլ AI, որ ընկեր Ստեփանյանն էլ հասկանա, որ արհեստական բանականության մասին է։ Հա, իդեպ, ընկեր Ստեփանյանն էլ շուտով կտիրապետի այդ լեզվին։ 3 տարի թեստ են արել, տեսել են, որ շատ հավես է ստացվում, ու հիմա 2025-26 ուստարուց մեր Հայաստանի 15 ավագ դպրոցում այս ծրագիրը կա։ Այո, մեր դպրոցում էլ։ Հիմա պատմեմ ինչ ենք անում 3 տարի։ Սա ուղղակի դաս չէ, սա մի բազմասերիանոց ֆիլմ է։ Սեզոն 1, 10-րդ դասարան։ Արհեստական բանականություն եւ Python։ Python-ը, եթե չգիտեք, օծի անում չէ, այլ համակարգչի հետ շփման լեզու։ Ասում ես, արա այսպես, ինքն էլ անում է։ Սա ոնց որ արհեստական բանականության այբուբենը լինի։ Սեզոն 2, 11-րդ դասարան։ Մեքենայական ուսուցում։ Սա այն է, երբ համակարգչին արդեն ոչ թե ուղակի բան ես հրամայում, այլ սովորեցնում ես, որ ինքն իր գլխով մտածի։ Օրինակ ցույց ես տալիս 1000 հատ կատվի նկար ու ասում՝ սովորիր։ Մի քիչ վախենալու է, բայց շատ արդյունավետ։ Սեզոն 3, 12-րդ դասարան։ Բնական լեզվի մշակում ու ռոբոտաշինություն։ Սա արդեն եզրափակիչ սեզոնն է, որտեղ ամենահետաքրքիր սերիաներն են։ Սովորում ենք ստեղծել իսկական ռոբոտներ։ Հահա, ռոբոտներ։ Դասերն էլ անցկացվում են իրական եւ վիրտուալ դասարաններում։ Ու ամենակարևորը, մեր ուսուցչի հետ միշտ արհեստական բանականության պրոֆեսիոնալ մասնագետ է լինում։ Էլ ինչ է մեզ պետք։ Գնալ դասի ու վերջ։ Տարվա վերջում էլ քննություն-մնություն չկա, դրա տեղը թիմերով նախագիծ ենք ստեղծում, այսինքն հավաքվում ենք, խնդիր ենք վերցնում ու փորձում արհեստական բանականությամբ լուծել, իրական թիմային աշխատանք։ Մի խոսքով, իմաստը այն է, որ մենք այսօրվա դպրոցականներս դառնենք արհեստական բանականության լավ մասնագետներ, որ Հայաստանը դարձնենք աշխարհի ամենակարևոր տեխնոլոգիական կենտրոններից մեկը, որ մեր մասին խոսեն ոչ միայն որպես այն հին երկիրը, այլ որպես այն երկիրը, որտեղ լավ ռոբոտներն են ծնվում։ Դե ինչ, ես գնացի Python սովորեմ, որ կինոյի վերջին սերիաներին հասնեմ, թե չէ իմ ապագա ռոբոտն ինձնից կնեղանա։